Տրամպը պարզ է, որ դա լուրջ չէր, այսպիսի խոստումներ տալը լուրջ չէր, 24 ժամում պատերազմը հավարտելը Ուկրաինայում, այո, դրանից հետո տեսեք ինչ հայտարարություններ արվեցին, Գրենլանդիան պետք է պատկանա Միացյալ Նահանգներին, մի քանի անգամ դա ասվել է, ինչպես են դա խլելու Դանիայից Գրենլանդիան պարզ չէ, դա լուրջ չէ, բանի Gulf of Mexico-ն դարավ Gulf of America Կանադայի նկատմամբ պատժամիջոցներ, այսինքն տարիֆների բարձրացում, Մեքսիկոյի դեմ տարիֆների բարձրացում 25% կարծեմ նրանք իրենց հերթին որոշ միջոցներ կիրառեցին, այսինքն սկսվում են տարիֆային պատերազմներ, առևտրական պատերազմներ, որը բերելու է տնտեսական ճգնաժամի։ Ինչ վերաբերում է ավելի մոտ մեր ռեգիոնում 2 միլիոն պաղեստինցի պարզվում է պետք է դուրս գա Պաղեստինից, որովհետև Իսրայելի լոբին այդպես է որոշել, եւ նրանց որոշեցին ուղարկել Աֆրիկա։ Եթե հիշում եք Ադոլֆ Հիտլերը երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ուզում էր հրեաներին արտաքսել Մադագասկար, չգիտեմ ինչու այդ Աֆրիկան սիրում են շատ այդ նպատակների համար։ Հիմա էլ ազատ աշխարհի լիդեր, ղեկավար Միացյալ Նահանգների նախագահը բաց ասում է, որ ժողովրդին 2 միլիոն մարդ պետք է դուրս գա իր երկրից, Գազայի հատվածից, ՄԱԿ-ի կողմից ճանաչված, մի քանի ամիս, եթե ոչ մի տարի, շարունակում է պաղեստինցիների ցեղասպանությունը, որը ֆինանսավորում է Միացյալ Նահանգներով, այդ 900 կիլոգրամանոց ռումբերը, որ ընկնում են պաղեստինցիների գլխին, գալիս են Միացյալ Նահանգներից։ Դրանով ղեկավարում է Իսրայելի լոբին, որը փաստորեն գերիշխող ուժ է դառնում մեր ռեգիոնում Իսրայելը եւ ղեկավարում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է Իրանին, պատերազմը արդեն սկսվել է, քանի որ նրանք ռմբակոծում են հութիներին Եմենում, ինչպես գիտեք, Եմենի հութիները կանգնեցրել էին այդ Կարմիր ծովի այդ երթևեկությունը, հա, նավերի, որպեսզի թույլ չտան, որ շարունակվի պաղեստինցիների ցեղասպանությունը։ Այսինքն ի տարբերություն մեր քաղաքակիրթ Եվրոպայի, նրանք մի պետություն են, որը ինչ որ կոնկրետ բան արեց, որ կանգնեցվի 50,000-ից ավել պաղեստինցի երեխաների եւ մայրերի սպանությունը, բայց հիմա Միացյալ Նահանգները իր ուժերը տեղափոխել է այդ ռեգիոն եւ սկսել է ռմբակոծել Եմենը։ Դա էլ է իհարկե ներվում, դա էլ պետք է մենք ընդունենք եւ հիմա արդեն բացեբաց սպառնում է Իրանին, կամ դուք զիջումների կգնաք, սահմանափակեք ձեր միջուկային ծրագիրը, կամ մենք ձեզ ասած այնպես կռմբակոծենք, որ դուք դեռ բան դեռ չեք տեսել։ Այսինքն բացեբաց սպառնալիքներ անկախ պետության նկատմամբ մենք տարիներով ձեր մոտ ասել ենք, որ իրենց հաջորդ թիրախը Իրանն է, որտեղ Իսրայելը Ամերիկայի ձեռքերով վերացնում է բոլոր հակաիսրայելական ռեժիմները իր տարածքում։ Հիմա Իրանը ասել է, որ այսպիսի պայմաններում չի բանակցելու, ուղղակիորեն չի բանակցելու միջնորդի հետ, եթե միջնորդ լինի կարող է բանակցել, իմ կարծիքով Ռուսաստանը փորձելու է սա մեղմել, թույլ չտալ, որ լինի պատերազմ, քանի որ Իրան Ռուսաստանի դաշնակիցն է ռեգիոնում, զսպում է արևմուտքի ազդեցությունը եւ Ռուսաստանին ահռելի օգնություն է ցուցաբերել Ուկրաինայի պատերազմում, հիմնական զենքը ռուսների այդ շահիդները, այո, շահիդները։ Հիմա եթե լինեն օրինակ օդային հարձակում, եթե լինի, կամ կարող է այսպես ասած պլան A լինի ուղղակի վախեցնել, ճնշում գործածել Իրանի վրա, ստիպել, որ նրանք գնան բանակցությունների, կամ ջախջախել Իրանի միջուկային արդյունաբերությունը։ Պրոբլեմը այն է, որ սա ստորգետնյա օբյեկտներ են բավականին մեծ խորությամբ, որը շատ դժվար է լինելու օդից ոչնչացնել եւ Իրանը ունի պետք է ցամաքային գործողություն։ Դա լինելու է ողբերգական սխալ։ Եթե դա Միացյալ Նահանգները անեն, սա անգամ Իրաքը չէ։ Սա Իրաքից իմ կարծիքով շատ ավելի մեծ երկիր է, հիմա չեմ կարող թիվ ասել, բայց առնվազն 2 անգամ։ Տարածքով այո։ Եվ բնակչությունն էլ կարծեմ մեծ է, եւ սա լինելու է շատ մեծ սխալ, լինելու է նույն բանը ինչ որ Իրաքում։ Բայց հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգներով ղեկավարում է Իսրայելը, հնարավոր է այսպիսի բան լինի, դա ողբերգական հետևանքներ կունենա։ Հիմա եթե նրանք հարձակվեն Իրանի վրա, Իրանը պատասխանելու է, հակահարված է հասցնելու, նա ունի այդ հնարավորությունը, ունի գերձայնային հրթիռներ, որ արդեն օգտագործել է, ունի հոպի համակարգեր, որը ռուսները վերել են, եւ ռուսները հարվածելու է ում, եթե Միացյալ Նահանգները հարվածում են Միացյալ Նահանգների ռազմական բազաներին այս ռեգիոնում։ Դուք գիտեք, որ տասնյակ բազաներ կան, բանում ծոցի երկրներում, Կատարում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում, Սիրիայում ապրեք, այո։ Եվ մի բազա, որը հիմա օգտագործվում է, Դիեգո Գարսիա, դա բանն է, Հնդկաստանի եւ Աֆրիկայի մեջտեղը Հնդկական օվկիանոսի կենտրոնական թե հյուսիսային մասում, բայց անգամ այդ բազան խոցել է Իրանի համար, որովհետև որոշ հրթիռներ ունեն, որոնք այդ հեռավորությունը կարող են այդ հեռավորությունը ունեն։ Այսինքն, եթե Իրանը հակահարվածի մեծագույն էսկալացիա է սկսվելու,
մենք հույս կարող ենք ունենալ, որ միջուկային օբյեկտները չեն վնասվելու եւ միջուկային նյութերի արտահոսք չի լինի մթնոլորտի մեջ, բայց չեմ մոռանալ, որ Իրանը մեր հարևանն է։ Եվ տեսեք, իդեպ տեսեք, Իսրայելը ոչ պաշտոնական ձևով բոլորը գիտեն, որ ունի մի քանի 100 միջուկային գլխիկ, 200-ից 400 են ասում սովորաբար։ Բայց Իրանը այդ իրավունքը չունի, որտեղ այդպես որոշել է ազատ աշխարհը, այսպես ասած։ Եթե դա սկսվի, իհարկե դա մեծ շատ լուրջ հետևանքներ կունենա նաև մեզ համար, քանի որ մեր հարևանները հարմար պահ կտեսնեն, որպեսզի ուժով լուծեն Սյունիքի հարցը։ Սյունիքը արդեն քանի օր է կրակոցներ ենք տեսնում,